Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի կամ Արմեն Դարփինյանի սոցիալական հարթակներից օգտահաշիվներից որևէ մեկի վրա, եւ այսպես 2026 թվականի առաջին Դարփինյանի ժամն է մեր եթերում, բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, սիրելի Դավիթ, այո, կարոտել ենք միմյանց, անշուշտ, փորձենք արդարացնել։ Այսքան խիտ իրադարձություններով տոնական օրեր վաղուց չէր եղել, պարոն Դարփինյան, սովորաբար դեկտեմբերի վերջը, հունվարի սկիզբը համեմատաբար հանգիստ է լինում, բայց մեր վրա շատ բան ընկավ։ Ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհում զարգացումները շատ դինամիկ են այսօր եւ այդ իմաստով զարմանալ պետք չէ։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր ազդանշաններ մենք ստացանք Դավոսից, որտեվ ամեն տարի հունվարի 20-ի մոտակայքում տեղի ունենում Դավոսի համաժողովը միջազգային, որտեղ աշխարհի գերտերությունները ներկայացնում են իրենց պատկերացումները ընդհանրապես ապագայի վերաբերյալ եւ իրենց ներկա իրավիճակի եւ իրենց կանխատեսումների, սպասումների, նաեւ գործողությունների վերաբերյալ կարելի է համապատասխան եզրահանգումների գալ։ Ինչն էր հետաքրքիր, Տրամպի ելույթը այն բանի մասին էր, որ առանց Միացյալ Նահանգներ դուք բոլորդ կորած եք։ Դրա համար հանգիստ նստեք ձեր տեղերը։ Ես ոնց ասեմ, այդպես կլինի, այո։ Անկեղծ ասած, դա շոկային տրամադրություններ ձևավորեց հատկապես Եվրոպայում եւ եվրոպացիները իմ կարծիքով հիմա սեփական իդենտիֆիկացիայի խնդիրների են բախվել եւ փորձում են այդ իդենտիֆիկացումը իրականացնել եւ ուժեղացնել ամենայն դեպս այն սյունը, որի վրա ստեղծված է Եվրոհամայնքը, իրենք փորձում են ամրացնել եւ կատարում են արդեն բավական չափ սուվերեն քայլեր։ Մենք տեսանք Եվրոպայի եւ Հնդկաստանի օրինակ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը, որը հսկայական քայլ առաջ է առևտրի որպես առևտրի համատեքստում եւ գիտես Դավիթ, դա հակաամերիկյան քայլ էր եւ Հնդկաստանի կողմից եւ եվրոպացիների կողմից։ Ավելին, եվրոպացիները գնացին էլի առաջ։ Նրանք պայմանագիր ստորագրեցին Մերկոսուրի հետ, որը ամերիկյան մայրցամաքի կազմակերպություն է, այսինքն եվրոպացիները ստորագրեցին Մերկոսուրի հետ, դրանով իսկ ավելի սրելով Միացյալ Նահանգների եւ ամերիկյան ամբողջ մայրցամաքի հարաբերությունների խնդիրները այսօր, որը նույնպես ստեղծվել են Տրամպի գործողությունների արդյունքում։ Վաղուց չէր ժամանակը, ես ներողություն եմ խնդրում, որովհետև իմ տպավորությամբ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարծես թե ոչ թե Գերմանիան էր պարտվել, այլ ամբողջ Եվրոպան էր պարտվել եւ բոլոր հարցերում ինքը տենց ապավինում էր Միացյալ Նահանգներին առաջին հերթին անվտանգության հարցով։ Իմ կարծիքով ամբողջ հարցի էությունը լիբերալիզմի տոտալ ջախջախման մեջ է։ Այսօր աշխարհում թերևս եւ մենք դա տեսանք նորից Դավոսում մնացել է մեկ երկիր, որը ամբողջապես իր ղեկավարի դեմքով ներկայանում է որպես լիբերալիզմի կենտրոն, դա Արգենտինան է։ Արգենտինայի ոչ այնքան ռացիոնալ լիդերը, նախագահը այնտեղ հանդես եկավ որպես լիբերալիզմի ըստ էության միակ պաշտպանը։ Որտեղ Եվրոպայում արդեն եկել են այն եզրահանգման, որ միայն լիբերալիզմով առաջ չեն գնա եւ իրենք հասել են արդեն տուպիկային իրավիճակի։ Ասեմ, որ մենք եւս չհասանք տուպիկի, երբ մենք բախվեցինք հսկայական խնդիրների, հասկացանք, որ լիբերալիզմով չենք կարողանա ոչ երկիր կերակրենք, ոչ երկիր պահենք, ոչ անվտանգությունը ապահովենք, ոչ համագործակցությունը կարողանանք ապահովենք համապատասխան ձևով։ Ընդհանրապես այսօր երևի աշխարհում շատ կարևոր եւ արդիական է սուվերենության գաղափարը նորից, որովհետեւ նորից տեմպը տալիս է այստեղ Տրամպը խոսում է ամերիկյան սուվերենության մասին, Ռուսաստանը խոսում է իր սուվերենության մասին, Եվրոպան, ինչպես ասացինք, գտնվում է այսօր փնտրտուքի մեջ իր սեփական սուվերենության, Չինաստանը բնականաբար իր կողմից իր սուվերենության ուրեմն ջատագովն ու պաշտպանն է եւ մենք պիտի հասկանանք մեր սուվերենությունը որտեղ է սկսվում, որտեղ է վերջանում եւ ունենք արդյոք մենք այստեղ անելիքներ եւ ունենք արդյոք այստեղ խնդիրներ։ Արդյոք մենք նույնպես չենք գտնվում տուպիկային իրավիճակում։
Իմ գնահատմամբ սուվերենությունը ունի 4 շերտ, Դավիթ, այդ շատ կարևոր է, որ մենք դա գիտակցենք։ Առաջին շերտը դա տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունն է։ Մենք այստեղ ակնհայտորեն թերացումներ ունենք եւ ունենք հսկայական խնդրեմ, որովհետեւ մեր տարածքային ամբողջականությունը անգամ եթե մենք ղեկավարում ենք 91 թվականի այդ հայտարարագրով սովետական միության փլուզման պահին ձևավորված սահմանների տեսանկյունից մենք այսօր ունենք հսկայական խնդիրներ։ Մեր սուվերենությունը պաշտպանված չէ, որովհետև ադրբեջանական զորքերը գտնվում են մեր տարածքում, հա? Հսկայական խնդիր ունենք։ Անվտանգության հետ կապված մենք խնդիր ունենք մեր բանակային պատասխանատվության տեսանկյունից։ Եթե պաշտոնական դեմքերը, որոնք պատասխանատվություն են կրում այդ անվտանգության համար, հայտարարում են, որ բանակում եղել են տասնամյակների ձախողումներ եւ հիմա նոր մենք ինչ որ սպառազինություններ ենք ձեռք բերում, դա ակնհայտորեն ցույց է տալիս, որ մենք մեր անվտանգության ապահովումը չենք կարող վստահել մեր իսկ սեփական ուժերին։ Սա անկեղծ ասած տոտալ ձախողման ուրեմն ցուցիչ է, հատկապես եթե նաեւ հաշվի առնենք, որ մեր սահմանները մենք ինքներս չենք պաշտպանում։ Մեր սահմաններին կանգնած են ռուսական սահմանապահները, ռուսաստանյան, հայ-թուրքական, հայ-իրանական սահմանում։ Մենք դեռևս չենք կողմնորոշվել, չենք հասկանում ինչ է պատահելու, ինչ է տեղի ունենալու հայ-ադրբեջանական սահմանին, դեռևս փնտրտուքի մեջ ենք, այսինքն այս առաջին բաղադրիչը, առաջին շերտը սուվերենության մեր մոտ ինչ ասեմ, շատ տխուր վիճակում է, հա, եթե ավելի ծանր որակումներ չտամ։ Երկրորդ շերտը դա ազգային ինքնությունն է, այսպես ասած հասարակական սուվերենությունը, որը որ նաև հիմնված է մարդկային արժեհամակարգի վրա եւ մարդու անհատի սուվերենության վրա։ Արդյոք մենք ունենք այդ սուվերեն անհատին մեր երկրում, որպես արդեն կայացած չափանիշ երկրի սուվերենության, եւ արդյոք մեր ազգային ինքնության բոլոր բաղադրիչները մենք կարողացել ենք պահպանել այն մակարդակի, որ կարողանանք խոսել այսօր հայ հասարակական սուվերենության մասին։ Ես կարծում եմ, որ ոչ։ Դրանք կապված են իրար հետ, պարոն Դարբինյան։ Կարա ոչ սուվերեն քաղաքացիներով, ոչ սուվերեն հասարակությունները սուվերեն պետություն ունենան։ Իմ կարծիքով ոչ։ Որտեղ սուվերեն քաղաքացին դա ազատ քաղաքացին է, որը սահմանափակված է միայն օրենքով, օրենքի գործադրմամբ եւ ընդհանրապես պետությունը կարևորագույն բաղադրիչն է տարածքը, հա, որը ենթադրենք, որ մենք ունենք 91 թվականի ուրեմն քարտեզներով, այդ տարածքում բնակվող մշտական բնակչությունը, ժողովուրդը, որը նույնպես Աստծուն փառք ունենք, եւ այդ տարածքում այդ ժողովրդի կողմից ձևավորված ինքնակառավարման բոլոր օղակները, ինստիտուտները կան արդյոք թե ոչ։ Այս 3 բաղադրիչներն են, որոնք պետություն են բնութագրում։ Մենք կարծես թե դա ունենք 91 թվականից որոշ ինստիտուտներ համենայն դեպս բավականաչափ կայացած են։ Այսօր ես օրինակ գրառում էի կատարել բանկային ինստիտուտի մասին, կենտրոնական բանկը, բանկային համակարգ, ընդհանրապես ֆինանսական համակարգը իմ կարծիքով կայացվածներից մեկն է։ Իրավական համակարգը կայացած չէ։ Երկրում գոյություն ունեն կարծես թե գործադիրից անկախ մարմիններ պիտի գոյություն ունենան, որոնք հավասարակշռում են գործադրի իշխանությունը։ Այսօր մենք այդ երևույթը չենք տեսնում եւ ուրեմն չենք կարող վստահ լինել, որ մեր պետական ինստիտուտները բավարարաչափ հավասարակշռված են։ Մենք ունենք խնդրեմ։ Ուրեմն հանրային սուվերենությունը, որը պիտի խարսխված լինի ազգային ինքնության, ազգային արժեքների, մշակույթի, պատմության վրա եւ այլն, մենք այստեղ նույնպես իմ կարծիքով այսօր ունենք հսկայական ձախողումներ, որովհետեւ մշակութային բաղադրիչը մենք 91 թվականից սկսած չենք դրել մեր պետության կայացման հիմքում, ցավոք սրտի։ Եվ դա է պատճառը, որ մենք այսօր լսում ենք կարծես թե երաժշտություն, որը վերագրում ենք հայկական երաժշտության, բայց բացարձակապես կապ չունի դա հայկական երաժշտության հետ, եւ մենք մոռացել ենք այն հայկականը, որը մենք իսկապես ունենք, որի պատասխանատուն մենք ենք, որը մենք պիտի փոխանցենք դարերի վեր առաջ։ Բայց դա մենք չենք անում։ Հիմա ես վերջերս ուրեմն ծանոթացա Ղազախստանի առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, Դավիթ,
շատ հետաքրքիր էր։ Նախագահ Տոկաևը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց առաջաբանին, պրեամբուլային, ասես պրեամբուլայում մենք պիտի զետեղենք մեր հիմնական արժեքները։ Այդ հիմնական արժեքների մեջ պիտի լինի անպայման ուրեմն պատմական ուրեմն բաղադրիչը, որովհետև մենք նոր չենք ծնվել, այլ մենք ունենք պատմական հիմքեր, ակունքներ, որից գալիս ենք։ Հիմա ղազախները համարում են, այսինքն նախագահ Տոկաևը ծամադրության մեջ կֆիքսի այնպիսի մի փաստ, որ դա մեծ գերտերությունների տապաստաններում ձևավորված, մեծ տապաստանում ձևավորված մեծ տերությունների ժառանգորդն են նրանք։ Հիմա ես հարց եմ բարձրացնում, օրինակ մեր պրեամբուլայում ինչու չկա Ուրարտու բառը։ Ինչու չկա, այսինքն մենք ինչ ուրարտական քաղաքակրթական արժեքների հետ միթե մենք կապ չունենք, միթե մենք այսօրվա հայերս չպիտի դա բարձրացնենք եւ դիտարկենք որպես մեր նախապատմության, մեր նախահիմքերի հիմնականներից մեկը, հա, ինչու չկա Ուրարտու բառը մեր համանդրության նախաբանի մեջ, ինչու չկա քրիստոնեություն բառը, մենք դրա մասին խոսել ենք, համանդրության մեջ գործող կա ընդամենը հայ առաքելական եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակի մասին մի դրույթ, որը նույնպես անորոշ է, որտեվ անորոշ են, ինչպես տեսնում ենք, նաև պետություն եկեղեցի հարաբերությունները կարգավորված չեն որևէ կերպ եւ հիմա այն ես ամոթալի վիճակը, որով գոյություն ունի այսօր պետության եւ եկեղեցու միջեւ այս կոնֆլիկտը, որը գոյություն ունի, հենց արդյունք է նրա, որ մենք չենք կարգավորել դա հենց հիմնակարում, հենց հիմնական համանդրության մեջ եւ նախաբանում, պրեամբուլայում, այդ պրեամբուլայում մենք պիտի տեսնեինք այն բոլոր մշակութային, պատմական, քաղաքակրթական ժառանգությունը, որը պիտի հիմք հանդիսանար մեր պետական շինարարության մեջ, շինարարության համար։ Մենք դա չենք արել, այսինքն ես պիտի փաստեմ, որ մեր երկրորդ շերտը, այսինքն հասարակական սուվերենությունը եւս այսօր խաթարված է։ Այսօր վերականգնելու խնդիր ունենք, վերաիմաստավորելու խնդիր ունենք, հա։ Հաջորդ շերտը դա տնտեսականն է, սոցիալականն է, տեխնոլոգիականն է։ Այսինքն եթե դու ունես տնտեսական սուվերենություն, դու պարտավոր ես ունենալ ինդուստրիալ բազա, պարտավոր ես ունենալ տեխնոլոգիական, ուրեմն անպայման բաղադրիչ, պարտավոր ես ստեղծել այնպիսի իրավիճակ, որ միջազգային առևտրի մեջ քեզանից ինչ-որ բան կախված լինի։ Հասկանում ես, որտեվ առանց առևտրի, առանց միջազգային հարաբերությունների գոյություն չունի ոչ մի երկիր, այդ իմաստով բացարձակ անկախ երկիր գոյություն չունի։ Միացյալ Նահանգները այսօր անկախ չեն Ռուսաստանից, որովհետև օգտվում են ռուսական ուրանից։ Առանց ռուսական ուրանի ամերիկյան ատոմային ուրեմն կայանները չեն կարողանա գործել, հա, ուրեմն այսինքն կախվածություն կա Միացյալ Նահանգները որպես ամենահզոր տնտեսություն կախվածություն ունի Ռուսաստանից։ Գոնե այդ ասպարեզում, հա, չնայած ասպարեզները կարող են նաև ավելի շատ լինել, բայց կախվածությունը ունեն բոլորը։ Հիմա կախվածության աստիճանի խնդիրն է այստեղ եւ այստեղ մենք գալիս ենք լավ, այսինքն երրորդ բաղադրիչը դա տեխնոլոգիական սուվերենությունն է։ Հատես ասենք Թայվանը, որը կիսաճանաչված երկիր է, այն երկրները, որոնք չեն վախենում Չինաստանի հետ հարաբերությունները փչացնելուց, նրանք ճանաչում են Թայվանը որպես անկախ պետություն, հա, բայց Թայվանը չճանաչված լինելով հանդերձ շատ սուվերեն տեխնոլոգիական բացարձակ սուվերենություն ունի, որովհետև կիսաղորդիչների զգալի հատվածը աշխարհի կարծեմ 40%-ը ոչ պակաս արտադրվում է այնտեղ։ Հիմա երկրներ կան, որոնք որ ոչ մի չեն արտադրում, բայց տրանզիտային հնարավորություններ են օգտագործում։ Հիմա ցավոք սրտի մենք այսօր նման երկիր ենք կարծես դառնում։ Փորձում է իշխանությունը շատ անել այնպես, որ մենք նման երկիր կարծես մենք փորձում ենք դառնալ նման երկիր եւ ես հիշում եմ հիմա արդեն կարող եմ հիշել Վազգեն Սարգսյանի բառերը, որ մեղրին, աշխարհի մեծերին, աշխարհի ուժեղներին կբերի մեր դուռը։ Կարծես բերել է մեր դուռը, հա։ Խնդիրն այն է, որ այդ դուռը մենք ամբողջապես չկորցնենք, էլի, այսինքն մենք կարողանանք այնպես բանակցել այս խնդիրները բոլոր խաղացողների հետ, որ մեզ համար խնդրեմ չստեղծենք եւ կարողանանք օգտագործել դա իշահ պետության եւ իշահ ժողովրդի։ Կարծես թե հիմա մեր միակ փաստարկը մնացել է տրանզիտային փաստարկը, ցավոք սրտի, որովհետև տեխնոլոգիական սուվերենության մասին մենք չենք կարող այսօր խոսել, չնայած հսկայական քանակի տասնյակ հազարավոր այցիշնիկներ մենք ունենք մեր երկրում, այդ
ոլորտի մասնագետներ, բայց դրանք հիմնականում աշխատում են այլ երկրների վրա եւ անգամ այն պրոդուկտները, այն գյուտերը, որոնք որ հորինվում, ստեղծվում են Հայաստանի Հանրապետությունում, իսկ մենք ունենք շատ տաղանդավոր այդ իմաստով երիտասարդություն, նրանք ստեղծում են, այո, ստեղծարար են, նրանք գրանցում են այդ գյուտերը այլ երկրներում եւ միանգամից ուրեմն Սիլիկոնյան հովտում մենք տեսնում ենք հայկական ընկերություն, որը ծնունդ է առել այստեղ, այո, հետո գնացել օգտվել է մեր կրթական համակարգից, ստացել է համապատասխան ուրեմն որակավորում, համապատասխան գիտելիքներ, օգտագործել է այդ գիտելիքները, ստեղծել է այդ պրոդուկտը, բայց փախցրել տարել է Հայաստանից, հասկանում ես, եւ մենք այդ իմաստով հսկայական քայլեր ունենք անելու, այսինքն վստահությունը դեպի երկիր, վստահությունը դեպի համակարգ, վստահությունը դեպի քո պետություն, եւ որ դու վստահ լինես, որ եթե դու ինչ-որ բան ես հորինել, գյուտ ունես, այդ գյուտը եթե դու հաստատում ես եւ գրանցում ես քո երկրում, այդ գյուտը քո երկիրը այնքան հզոր է, զորեղ է, ուժեղ է, գրագետ է, որ կարողանում է այդ գյուտը պաշտպանել ամբողջ աշխարհով մեկ, այդ դեպքում դու չես խուսափի, չես խուսանավի եւ կգրանցես այդ գյուտը այստեղ, դա կլինի արդեն հայկական արտադրանք, հայկական ապրանք։ Մենք այսօր չունենք այդ իրավիճակը, անգամ այն ընկերությունները, որոնք ստեղծվել են Հայաստանում, նորից եմ կրկնում եւ մեծ հաջողության են հասել այդ ոլորտում, ցավոք սրտի գրանցում ունեն այլևս այդ պրոդուկտները արդեն գրանցվում են արտասահմանում եւ մենք չենք կարող ասել, որ տեխնոլոգիական տեսանկյունից մեզանից ինչ-որ բան աշխարհում կախված է։ Ոչ մի բան կախված չի։ Ինդուստրիալ բազան կորցրեցինք մենք 90-ական թվականների սկզբում, երբ ուղղակի տանուլ տվեցինք մեր բոլոր ինդուստրիալ գործարանները, որովհետեւ այդ կապը նյութենական պետությունների միջև, նյութենական գործարանների միջև կապը միանգամից խախտվեց եւ մենք դա կորցրեցինք։ Հիմա եւ չորրորդ բաղադրիչը, այսինքն երրորդում մենք նույնպես կարելի ասել, որ խնդիրներ ունենք, այսպես ասած։ Չորրորդ բաղադրիչը դա միջազգային մեր դիրքավորումն է, ընդհանրապես ինչպես ենք մենք դիրքավորում, մեր կախվածության աստիճանը ինչքանով է միաբևեռ, ինչքանով է բազմաբևեռ, ինչքանով մենք կարողացել ենք կամ կարողանում ենք կամ պիտի կարողանանք դարձնենք այդ կախվածությունը, առաջինը բազմաբևեռ, երկրորդը հայելային, որ մեզանից նույնպես կախված լինի ինչ-որ բան, եւ երրորդը իհարկե դա պիտի լինի նաեւ բալանսավորված, այսինքն մեկ բևեռից կախվածությունը պիտի բալանսավորվի մյուս բևեռից կախվածությամբ։ Եվ այս նաև մեր հանդիպումների ժամանակ անցյալ տարի դրական որպես արձանագրեցի փաստ, որ Չինաստանի հետ Հայաստանը ստորագրեց կարծես թե ռազմավարական համագործակցության մասին հուշագիր։ Դա դեռ գործողություններ չէր պարունակում իր մեջ այդ փաստաթուղթը, բայց կարծես թե տրամադրություններն էր ֆիքսում, այսինքն եւ Հայաստան եւ Չինաստան այդ տրամադրությունները ֆիքսեցին։ Բայց ես տեսնում եմ, որ ամերիկյան ակտիվությանը զուգահեռ չինական ակտիվությունը ոչ միայն նվազում է, նաեւ իմ կարծիքով այսօր զրոյացել է։ Այն բոլոր այդ թվում նաեւ բիզնես, գիտական կապերը եւ հնարավորությունները, որոնք որ կարծես թե նշмарվել են Չինաստանի հետ, հիմա սառեցված վիճակում են գտնվում եւ դա Չինաստանն է սառեցրել, ոչ թե Հայաստանը։ Ես դա ցավում եմ դրա համար, դա պիտի արձանագրվի այսօր։ Մենք պիտի ֆիքսենք, որ այդ խնդրեմը կա։ Չինաստանը այսօր վստահություն չունի, քանի որ ամերիկյան ներգրավվածության աստիճանը բավական մեծ է, հա, Nvidia-ի ներգրավվածությունը, ուրեմն հայ-ամերիկյան կոնսորցիումի ստեղծումը եւ այլն կարծես թե որոշ չափով միգուցե նաեւ հիմնովին վախեցրել են Չինաստանին։ Նույնը Պարսկաստանի մոտ է մտահոգություններ առաջացնում։ Պարսկաստանի մոտ ոչ թե մտահոգություն, այլ նրանք վտանգ են տեսնում, ուղղակի վտանգ են տեսնում։ Այդ վտանգի մեջ նրանք փորձում են ներառել նաեւ ռուսական, ուրեմն փաստարկը, նաեւ ռուսներին են փորձում բերել այդ նույն դաշտ եւ ռուսների միջոցով են այդ իրենց վտանգները փորձում մեզ ներկայացնել, ամեն դեպս այստեղ բալանսավորելու հենց խնդիր կա, որի մասին ես ասացի, այո, խնդիր կա բալանսավորելու։ Ես կարծում եմ, որ մենք այստեղ նույնպես ունենք հսկայական խնդիր, որը պիտի լուծել։ Ամեն դեպս տես ինչպես է, էլի հիմա
մեր այս արևմտամետ, այսպես ասած, ուռապատրիոտները, հա, նրանք կարծես թե շատ են ոգևորվել, որ հիմա ամերիկացիները գալիս են, ռուսներին դուրս են մղում, ռուսները չեն լինի, հիմա մենք կլինենք ամերիկացիների հետ, եւ չեմ կարծում, որ այդպես կլինի, որովհետեւ Տրամպը ռուսներին հրավիրեց անգամ Գազա, հասկանում ես, Տրամպը Պուտինին հրավիրեց Գազա, այդ բանի խաղաղության խորհրդի մեջ Ռուսաստանը Տրամպի հրավերքով մասնակցում է Գազայում։ Ես կարծում եմ, որ լուր մնաց Իրաքի տակ, ես կարծում եմ, որ հենց Տրամպն է հրավիրելու Ռուսաստանին այդ ուրեմն տրիպ համակարգի մեջ որոշակի մասնակցություն ունենալու։ Այդ վատ չի, բայց ես կարծում եմ, որ ոչ, բայց ես ավելի հանգիստ եմ։ Ընդհանրապես ուզում եմ ասել, որ չարժի այդքան ուրախանալ արևմտամետներին, հա։ Մեկ եւ երկրորդը ճիշտ կլինի, որ մենք լինենք նախաձեռնողը, ոչ թե Տրամպը, հասկանում ես։ Հիմա ասենք ոչ թե մենք ելույթ ունենանք եւ հանդես գանք այն դիրքերից, որ մենք հիմա փոխում ենք Ռուսաստանը եւ անցնում ենք Ամերիկային, այսպես ասած կախվածության տեսանկյունից, այլ մենք ինքներս առաջարկենք մոդելներ, որտեղ լինի եւ Ռուսաստանը։ Իմ տպավորությամբ վեճը հետեւյալում է. ում նախագիծնա տրիպը, այսինքն եթե դա մեր նախագիծն է, միգուցե մենք իրավունք ունենք երրորդ մարդ հրավիրելու, բայց կարծում եմ, որ Հայաստանում եւ աշխարհում չկա այդ ընկալումը, որ այդ նախագիծը մերն է, մենք էլ ոնց որ մտածում ենք ռուսներին կներգրավենք, վրացիներին կներգրավենք։ Դավիթ, իմ կարծիքով տրիպը մեր դիվանագիտության հաջողությունն է, այնուամենայնիվ, որովհետեւ մենք հայտնվել ենք որպես երկիր այնպիսի մի քրիտիկական վիճակում, երբ այդ ճանապարհը կարող էր բացվել ուժային ձևով եւ դրա մասին շատ է խոսվել եւ աշխարհում որևէ մեկը չէր կանգնի մեզ պահապանեստ ուժային ձևով Ադրբեջանը կբացեր այդ ճանապարհը։ Ես ենթադրում կարծում եմ նաեւ համոզված եմ, վստահ եմ, որ այդ վտանգը շատ ուժեղ կախված էր մեր առջև եւ Հայաստանը իր ջանքերի շնորհիվ, իմ կարծում եմ դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարողացավ Միացյալ Նահանգներին ներգրավել վերջին պահին, որպեսզի Միացյալ Նահանգները լինեն այստեղ այդ ճանապարհի երաշխավոր եւ որպեսզի այդ ճանապարհը չանցնի անմիջականորեն Ադրբեջանին կամ Թուրքիային։ Եվ ես կարծում եմ, որ այդ վտանգները նույնպես չափազանցված են։ Հիմա ես կարդում եմ, տեսնում եմ, որ վախ կա որոշակի, որ Միացյալ Նահանգները այդ իրենց մասնաբաժինը կարող են վաճառել, նվիրել, չգիտես, հանձնել թուրքերին եւ այլն, չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա։ Անայն դեպս Վենսի փոխնախագահ Վենսի այցը ամսի 9-ին Հայաստան գալու է փաստելու, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները այստեղ գալիս են երկարաժամկետ եւ վստահ եւ հստակ, հա։ Այլ բան է, որ մենք պիտի կարողանանք արդեն համատեղ ջանքերով վնասազերծել բոլոր այն վտանգները, որոնք որ կան, թե Իրանի եւ նաեւ մտավախությունները եւ այն վախերը, որոնք կան Իրանի մոտ, որոնք կան Ռուսաստանի մոտ, որոնք կան Չինաստանի մոտ, որտեղ մենք այսօր նորից եմ կրկնում, ես տեսնում եմ ռեալ Չինաստանի կողմից սառեցումը բոլոր տնտեսական եւ գիտական խնդիրների։ Մի հատ տհաճ բան կա այս ամեն ինչում, որ Վենսը նաև Ադրբեջան է գնալու։ Չէ, ես չեմ կարծում, որ դա տհաճ բան է, ամեն դեպքում հիմա նրանք ռեգիոնալ կարգավորման կողմնակից են, հասկանալի է, կողմնել գնում են, երաշխավոր են, ռեգիոնալ կարգավորման նրանք երաշխավորն են եւ պատասխանատուն են ըստ էության, եւ այդ պատասխանատվության դիմաց նրանք ստացան ճանապարհի շահագործման ուրեմն գրեթե բացարձակ իրավունք, հա, ասենք երկու երկրների այցի օրակարգները հրապարակված են, օրակարգերը, չգիտեմ առիթ ունեցել եք ծանոթանաք, ուղիղ չեմ կարողանա ցիտել, բայց իրավիճակը հետեւյալն է, որ Հայաստանում խոսվելու է ատոմային հատվածի, կիսահաղորդիչների, տնտեսական օրակարգով, Ադրբեջանում էլի խոսվելու է ռազմավարական հարաբերությունների եւ պաշտպանողական զինատեսակների, խոսքը եթե ես չեմ սխալվում, գնմազրահաբաճկոնների եւ մոտորանավակների կամ նավերի մասին Կասպից ծովի։ Այդքանը ես տեսել եմ, հա, չեմ տեսնում խնդրեմ։ Համաձայն եմ, բայց էքսպերտային համայնքում վեճ կա, առաջարկում եմ մենք ճիշտ է էքսպերտներ չենք, իհարկե իրանց նման, բայց մենք էլ միանանք, որ օրակարգն է ավելի լուրջ ըստ ձեզ։ Ես կարծում եմ, որ կիսահաղորդիչները եւ ատոմակայանը տպավորիչ օրակարգ է։ Նախ ես դրանք չէի հակադրի իրար, ես կարծում եմ, որ կա մեկ օրակարգ։ Միացյալ Նահանգները ստանձնում են ռեգիոնալ կարգավորիչի դերը։
եւ պատասխանատվությունը։ Սա է օրակարգը։ Այս օրակարգի շրջանակներում մենք Հայաստանը ստանում է տրիպ ճանապարհը Միացյալ Նահանգների երաշխավորությամբ եւ սա խնդիրը ոչ թե գումարի մեջ է, խնդիրը ոչ թե այն բանի մեջ է, թե ով է գումարը ծախսելու, ով է ֆինանսավորելու այդ ճանապարհի ստեղծումը, որովհետեւ մենք մեզ համար դա նույնպես խնդիր չէր լինի։ Անկամ $1 միլիարդ ծրագիր իրականացնելը մեր համար խնդիր չէր լինի։ Այստեղ խնդիրը այն է, որ Միացյալ Նահանգները եւ Տրամպի անունը եւ ուրեմն Միացյալ Նահանգների հետ համաձայնագիրը, որտեղ դա միջպետական համաձայնագիր է, այնուամենայնիվ կոնսորցիումը ստեղծվում է երկու պետությունների կողմից համաձայնությամբ, հա։ Այդտեղ շատ կարևոր է ամերիկյան ներգրավումը, որտեղ այլապես ես նորից եմ կրկնում, կարծում եմ, որ մենք վտանգի առաջ կկանգնեինք ադրբեջանականացնելու այդ մեր սահմանը։ Բայց մենք ունենք լրջագույն խնդիր Միացյալ Նահանգների հետ բանակցելու հայ-իրանական հարաբերությունները չխաթարելու դրա պատճառով եւ Ռուսաստանին կոմֆորտի դաշտ բերելու, որովհետեւ դիսկոմֆորտային Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ դա վտանգ է, ամեն դեպքում դա վտանգ է, այլ մեզ համար։ Մենք պիտի դա վնասազերծենք այդ վտանգը։ Իսկ ինչ վերաբերում է օրակարգին, ես կարծում եմ, որ շատ կարևոր է կիսահաղորդիչների գծով արհեստական բանականության հզորագույն կենտրոն պիտի դառնա Հայաստանը եւ այդ իմաստով միգուցե մենք այս մեր տեխնոլոգիական սուվերենիտետի մասով ինչ որ բանի հասնենք։ Դա տարիների խնդիր է, բայց առաջին քայլը կատարվում է։ Նորից փորձենք այնպես, որպեսզի դա չխանգարի հայ-չինական տեխնոլոգիական համագործակցությանը, որովհետև մենք այնտեղ նույնպես ունենք արդեն նախնական ծիլեր կային այդ համագործակցության եւ լավ կլիներ, որ դա նույնպես շարունակվեր։ Հա, այսինքն այդտեղ եւ Չինաստանի, եւ Իրանի, եւ Ռուսաստանի համար մենք ինքներս պիտի շահագրգիռ լինենք, որ կոմֆորտային վիճակ ստեղծենք։ Այլապես խնդրեմ ենք ունենալու։ Այսինքն Միացյալ Նահանգները հեռու են այնուամենայնիվ, հասկանալի Ռուսաստանը մոտ է, Իրանը ընդհանրապես մեր կողքն է։ Դրա մասին է ուզում նաև խոսենք։ 25-րդ րոպեն հատել ենք հաղորդման, մի 5 րոպե էլ ամեն դեպքում կարծում եմ իմաստունի սրա մասին խոսել։ Շաբաթից ավելին է ամերիկյան նավատորմում զգալի ուժեր եկել հասել են Իրանին ու չորիրավիճակը անհասկանալի է, այսինքն աշխարհը վարքյան առ վարքյան սպասում է այդ հարվածին։ Երկու հարց ունեմ ձեզ, նախ իմ տպավորությամբ Հայաստանում դրան թե հասարակական մակարդակում, թե պետական մակարդակում լուրջ չեն վերաբերվում, այսինքն մենք ինչ-որ ազդակներ չենք տեսնում պետությունից, սահմանակից երկրում կարա մեծ պատերազմ սկսի, շատ մեծ։ Ոնց է դա անդրադառնալու Հայաստանի վրա եւ ոնց մենք պիտի մեղմենք վտանգները, ես չեմ տեսնում այդ ազդակը եւ ի վերջո ոնց է կարծում այդ հարվածը կլինի, թե չի լինի։ Եվ ինչից է կախված։ Ես չեմ կարծում, որ կլինի մեծ պատերազմ։ Ես նման վտանգ չեմ տեսնում։ Միացյալ Նահանգները բավական լավ վարժանք իրականացրեցին Վենեսուելայում։ Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ բան լինի, կլինի նմանատիպ ինչ-որ մեկ օրյա, մեկ ժամյա կամ ասենք, չգիտեմ, 2 ժամյա ինչ-որ մի գործողություն։ Միգուցե այդ մեկ, երկրորդը չեմ կարծում, որ այսինքն չկա պատերազմի, գլոբալ պատերազմի վտանգ ես չեմ տեսնում։ Մեկ, երկրորդը չի կարելի թերագնահատել Իրանի ուժը եւ հնարավորությունը։ Այնուամենայնիվ 90 միլիոնանոց երկիր է, երիտասարդ երկիր է, հզոր հասարակություն է, հզոր հիմքերով, հա, պարսկական քաղաքակրթությունը այնուամենայնիվ շատ հզոր հիմքեր ունի աշխարհում եւ ես կարծում եմ, որ դրա հետ չի կարելի հաշվի չնստել, այսինքն բանը օդային ուժերը կամ ասենք միջուկային զենքը չի կարող գերակշռել Պարսկաստանի պարսիկների ցիվիլիզացիոն արժեքը ավելի կարևոր է եւ աշխարհի համար է ավելի կարևոր եւ չեմ կարծում, որ այդտեղ պարսիկները կպարտվեն։ Եվ երրորդ անկախ նրանից ինչպիսի հասարակական եւ քաղաքական դասավորումներ կլինեն Իրանում, Իրանը մեզ համար ոչ միայն հարևան է, նաեւ բարեկամ է, բարեկամ ժողովուրդ է, բարեկամ հասարակություն եւ մենք ունենք հսկայական պոտենցիալ հայ-իրանական հարաբերությունների զարգացման, ես կարծում եմ մենք պիտի հիմա կենտրոնանանք հենց դրա վրա։ Ես ցավում եմ, որ մեր անկախության 35 տարիների ընթացքում մենք չենք կարողացել այդ պոտենցիալի գոնե 10% օգտագործել։ Հիշեցնեմ, որ մենք ունենք Արաքսի վրա
Մեղրու հատվածում հիդրոէլեկտրակայան ստեղծելու համատեղ մոտ 250-300 մեգավատանոց հսկական մի կայան էր, որ այդպես էլ մնաց թղթի վրա, այդպես էլ չստեղծեցինք, այդպես էլ չկարողացանք հասնել համաձայնության. Ես կարծում եմ միջազգային համաձայնության, որովհետև մեզ նույնպես չթողեցին, հենց նույն այդ լիբերալ արևմտյան ուժերը չթողեցին, որ մենք խորացնենք այդ հարաբերությունները Իրանի հետ, չֆինանսավորեցին դա գերազանց գործարք կարող էր լինել հենց տնտեսական եւ էֆեկտիվության տեսանկյունից, ֆինանսական էֆեկտիվության, այսինքն մենք կարող ենք վարկային միջոցներով կառուցել դա, հետո այդ վարկը կսպասարկենք այդ հեկի աշխատանքի արդյունքում։ Մենք չկարողացանք դա անել, մենք չկարողացանք ստեղծել մարդավայել ճանապարհ, հայ-իրանական սահմանին, որպեսզի կապեինք այս երկու երկրները եւ հյուսիս-հարավը կարողանանք օգտագործենք եւ Իրանի միջոցով հասնենք մինչեւ Գալֆ, հասկանում ես, մենք այդ պոտենցիալը պիտի իրականացնենք եւ ես կարծում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունների կիզակետում եւ բանակցությունների կիզակետում պիտի լինի այդ հնարավորությունը, մենք չենք կարող մեզ ամերիկյան ներգրավվածությամբ սահմանափակել այդ հյուսիս-հարավ ճանապարհը, մենք չենք կարող մեր հնարավորությունները սահմանափակել, դա կլինի ուղղակի ինքնասպանություն, ամերիկացիները դա պիտի հասկանան։ Մեծ հաշվով երկար ժամանակ նրանք հասկանում էին դա, որովհետև հայ-իրանական համագործակցությանը, բարեկամությանը արևմուտքը նայում էր բավական հանգիստ, այսինքն գոնե մեր նկատմամբ որևէ սանկցիաներ չէին կիրառվում Իրանի հետ համագործակցության համար, ի տարբերություն այլ երկրների, որոնց նկատմամբ կիրառվում էին այդ սանկցիաները։ Հիմա մենք մեզ ավելին է պետք, ոչ միայն որ սանկցիա չկիրառեն, նաև նպաստեն, որպեսզի դա աշխատի։ Անկախ նրանից նորից եմ կրկնում, ինչպիսի ռեժիմ կլինի Իրանում, չեմ կարծում, որ հեշտ կլինի ռեժիմը փոխել, չեմ կարծում այդպես։ Ամեն դեպքում ես ցանկանում եմ մեր բարեկամ ժողովրդին ամենայն բարիք եւ բարգավաճում, որովհետեւ Իրանը այն երկիրն է, որը արժանի է բարգավաճման։ Եվ մենք ավարտին ենք մոտենում, եթե դուք ավելացնելու ավելացնելու գիտես մի հետաքրքիր բան կարդացի, շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր մեզ համար նաեւ։ Ուրեմն շվեյցարացիները հանրաքվեի են դուրս բերել մեկ հարց։ Կանխիկ շվեյցարական ֆրանկը ազգային արժեք է եւ նա պիտի պաշտպանվածություն ունենա սահմանադրական նորմով, կանխիկ փողի մասին է խոսքը։ Հիմա մեր մոտ հիմա ինչ որ վակխանալի է սկսվել այս կանխիկի եւ կանխիկի ուրեմն արգելման, անգամ ես տեսնում եմ, լսում եմ, որ վարչապետը հայտարարում է, ասում է կանխիկը ընդհանրապես պիտի զրոյացնենք։ Ուրեմն կանխիկը ազգային արժեք է, 1 կանխիկը ազգային ինքնության ուրեմն կարևորագույն կետերից մեկն է, դրամը, հա։ Երրորդը կանխիկ շրջանառությունը այնուամենայնիվ որոշակի տեսակարար կշռով 10-ից 15% տեսակարար կշռով տնտեսության մեջ, տնտեսության զարգացման խթանիչներից մեկն է։ Եվ չորրորդը կանխիկը թույլ է տալիս ազատ քաղաքացուն ավելի ազատ լինել։ Եվ այդ իմաստով կանխիկը լավագույն պաշտպանն է բռնապետությունից, քաղաքացու պաշտպանն է բռնապետությունից։ Ես դա հատուկ ուշադրություն եմ դարձնում մեր կառավարիչների եւ վարչապետի, որ կանխիկը բռնապետության դեմ քաղաքացու պաշտպանությունն է։ Շվեյցարացիները այսօր ասել են նրան, որ սահմանադրորեն են պաշտպանում կանխիկի, ուրեմն կանխիկ շվեյցարական ֆրանկի ոչ միայն գոյությունը, նաև նրա նրա ապահովում են նրա գործածությունը։ Ես կարծում եմ, որ մենք այսպես վակխանալային պիտի վերջ տանք, ասենք բազմաթիվ թոշակառուներ, ուրեմն հաշմանդամներ եւ այլն հսկական խնդիրներ ունեն, էլի այդ կանխիկի հետ կապված։ Մինչեւ հիմա նրանք թոշակները ստանում են, կենսաթոշակները ստանում են կանխիկ դրամով եւ կարողանում են օգտվել դրանից։ Հիմա ես ենթադրում եմ, կարծում եմ, նաև վստահ եմ, որ հսկայական քանակությամբ թոշակառուներ դեռևս չեն անցել անկանխիկ ուրեմն այդ շրջանառության եւ դժվարություններ ունեն այդտեղ։ Պետք չի։ Դեռևս անվտանգության տեսանկյունից էլ է խնդրեմ։ Մենք տեսնում ենք բանկոմատի մոտ կանգնած տարեց կանայք, որոնք ինչ որ երիտասարդների խնդրում են կանխիկացում անեն եւ քարտն են տալիս իրանց ձեռքը եւ իրանց PIN կոդերն են ասում։ Կանխիկ դրամը
ազգային արժեք է։ Դրամի վրա զետեղված են մեր ազգային ինքնության կարևորագույն, ուրեմն եւ կարևորագույն կետերը, կարևորագույն հուշարձանները եւ կարևորագույն մարդիկ, հա, սա մենք պիտի պահենք, պահպանենք, փայփայենք եւ պաշտպանենք։ Ուրեմն սա վրա ես ուշադրություն եմ ուրեմն սևեռում այսօրվա կառավարիչների։ Սիրելի ռադիո լսողներ, այսքանն էր մեր այսօրվա թողարկումը, մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք, հիշեցնեմ, դուք լսեցիք Դարփինյանի ժամը, բաժանորդագրվեք լրատվական ռադիոյին, գործարար ալիքին եւ Արմեն Դարփինյանի YouTube-յան օգտահաշիվներին, կհանդիպենք հաջորդ շաբաթ այսօր այսքանը։